2001 թվականին ավարտեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա։ Այդ ժամանակ արդեն Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էի։ Բրայլի համակարգով գրքեր չկային եւ ստիպված դասախոսությունները ձայնագրում էի, այնուհետեւ տանը վերցանում, գրի առնում եւ այդպես սովորում։ Հարազատներիս շնորհիվ մանկուց հասկանում էի, որ կյանքումդ ինչ-որ բան փոխելու համար պետք է հավատաս սեփական ուժերիդ։ Հետո այդ ճշմարտությունն ինձ ներշնչեց Սերժ Սարգսյանը։ Դա 2007 թվականին էր, այն ժամանակ նա վարչապետ էր։ Նրա այդ հանդիպման համար հրավիրվել էին հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնց թվում նաև ես։ Երբ եկավ հարց ու պատասխանի պահը, ես դիմելով պարոն Սերժ Սարգսյանին ասացի. «Պարոն վարչապետ, եթե դուք որոշեք ընդունել ձեզ մոտ աշխատանքի խնդիր ունեցող անձանց, ապա դա լավագույն օրինակը կլինի մյուս բոլոր գործատուների համար»։ Պարոն Սարգսյանն ինձ ասաց. «Եթե վստահ ես ուժերիդ վրա եւ քեզ լավ իրավաբան ես համարում, արի եւ մեր մասնագետները կքննեն քեզ»։ Կարծում եմ ես արժանավայել կերպով անցա այդ փորձությունը եւ հուսով եմ, որ իմ օրինակը կօգնի ուրիշներին։ Պարզապես պետք է հավատալ սեփական ուժերին եւ այդ ժամանակ շատ բան կփոխվի։ Հավատանք, որ փոխենք։